PR կամ հասարակայնության հետ կապեր, հարաբերություններ։ Տերմինն առաջացել է անցյալ դարի սկզբին, եւ մինչ օրս այս համակարգն աշխատում է կազմակերպությունների կամ անհատների հեղինակությունը բարձր պահելու վրա։ Այս ընթացքում Գյումրիում գործ ունենք քաղաքական PR-ի հետ, կամ որ նույնն է ընտրարշավի։ Ու հենց սկզբից էր այդ ընտրարշավը մեկնարկեց ՀԱԿ քարոզչությամբ։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը սկսեցին հեռավար, օնլայն վիճել կարգախոս հեշթեգների ընտրության հարցում։ Մեղավորը ստացական դերանունն էր՝ մերը։ Թեկնածուները փորձում էին պարզել, թե ով է ավելի շուտ ասել, որ ինքն է մերը։ Մինչ երկու ուժ այս հարցի շուրջ էին վիճում, երրորդը իր հեշթեգում ավելացրեց մեկ այլ ստացական դերանուն՝ ձերը։ Երբ երկու քաղաքական ուժեր իրար հետ վիճում էին ինչ-որ խնդրի շուրջ, երրորդը շատ հումորային կերպով սկսեց դա օգտագործել։ Դա ավելի ճիշտ տարբերակ է։ Քաղաքական ուժերի պայքար չենք տեսնում, անձնային պայքար է, բայց նույնիսկ այդ անձնային պայքարը այդ այն ձևով պիտի լինի, որ ներկայացնի ամենաառաջինը ներկայացնի գաղափարախոսությունը, ծրագրային պայքար լինի, ոչ թե լինի մեկը մյուսի արածը կամ չարածը վարկապեկող, էթիկայի կանոններից դուրս ընտրապայքար։ Հայկական PR ասոցիացիայի գործադիր կազմի անդամ Արմենուհի Մխոյանը նշում է, Գյումրիում գրեթե չկա գրագետ մշակված ռազմավարությամբ նախընտրական արշավ անցկացնող ուժ։ Պայքարը PR-ի բոլոր կանոնների խախտումներով է։ Թեկնածուները ոչ թե իրենց առավելություններն են նշում, այլ մրցակցի թերությունները։ Հին ու նորն են հիշում, հիշեցնում ժամանակակից ձևերով փաթեթավորված։ Շատ պարագայում այն ինչ որ տարիներ առաջ աշխատել է ընտրողի համար, հիմա ինքը չի աշխատի։ Այս պարագայում, որովհետև նախ հարթակներն են շատացել, նախ, չգիտեմ, ընտրողն է շատ ավելի արդեն գիտակ, իրազեկ, դրա համար ամենաառաջին ու ամենակարևոր բանը ընտրողի հետ ազնիվ գտնվելն է։ Երբ որ ընտրողի հետ դու ազնիվ գտնվեցիր, դու արդեն հաջողություն կունենաս։ Իսկ ինչ է նշանակում ընտրողի հետ ազնիվ լինել։ Չտալ խոստումներ, որոնք գեղեցիկ են, բայց անիրատեսական։ Մի բան, որի պակասը հայաստանյան ընտրություններում երբեք չի եղել։ Բան չփոխված խոստումների արանքում բառապաշարն էլ չի փոխվել։ Իսկ բառապաշարի ընտրությունը ըստ մասնագետի եւս շատ կարեւոր է ընտրարշավի ընթացքում։ Հաղորդակցության մեջ գոյություն ունեն այսպես ասված պարազիտ բառեր, որոնք որ մարդիկ օգտագործում են կամա թե ակամա, բայց այդ բառերը ոչ միայն իրենց չեն օգնում, այլ հակառակ պատկերն են, հակառակ ազդեցությունն է տալիս։ Միգուցե կարող է զարմանալի թվա, բայց երբ որ շատ ես օգտագործում ժողովրդավարություն, մեկ ազգ, մեկ հայրենիք, չգիտեմ, նույն հորդորել եմ, հորդորում եմ, չգիտեմ, չի կարելի։ Ընտրողը նման բառեր չպիտի լինի, որքան ազնիվ, որքան ավելի շատ գաղափարը ներկայացնող ծրագրեր լինի, այդքան շատ ավելի հաջողություն կարող է ունենալ տվյալ քաղաքական ուժը։ Սխալ բառապաշարի ընտրությունը մրցակցի հասցեին վատ բան ասելը, ավելին զրպարտելը հակառակ էֆեկտ է ունենում տվյալ թեկնածուի համար։ Ավականու թեկնածուների ցուցակն առաջնորդող առանցքային համարվող մարդիկ մեկմեկու անցյալն ու ապրած կյանքը հիշեցնելով դիվիդենդներ են ակնկալում, բայց վերջնարդյունքում իրենք իրենց էլ վնասում են։ Շատ հաճախ իրենք վնաս են տալիս իրենց, այսինքն չիմանալով, չգործելով, սխալ բառ արտասանելով, նույն հակաքարոզչություն անելով եւ իրենց եւ նաեւ դիմացինին մյուս ուժերի նկատմամբ իրենք արդեն ընտրողի մոտ բացասական վերաբերմունք են ձևավորում։ Այսինքն խոսքը սև PR-ի մասին է, որը շատերի կարծիքով նույնպես ազդեցիկ կարող է լինել։ Այն խոսույթը շահարկելով, թե հակագովազդը նույնպես գովազդ է։ Մասնագետը չի կիսում սև PR-ի արդյունավետության մասին պատկերացումները։ Սև PR ասվածը, որը շատ ավելի շատ ռուսական կողմի ներմուծվածն է, ինքը PR չի կարող լինել։ Սև PR-ը, այսինքն դու անում ես մի բացասական բան, որի մասին որ սկսում են անդադ քեզ նայել, բայց քո լավ արած գործի մասին չեն խոսում են բացասականների, այն բացերի մասին, որ դու իրականացնում ես։ Այսինքն դու չես կարող ասել մի բան, որը քո դեմ է, ու դա ընտրողների համար լավ ընկալվի, լավ դիտվի։ Գյումրիի հետ ասոցացվող ամեն բան՝ ֆայտոնը, թաղերը, դոմիկները, թասիբը այսօր դարձել են նախընտրական տարրեր։ Քաղաքական գործընթացներում ու PR-ի տեսանկյունից արգելված չեն, եթե մատուցվում է տեղին։ Քաղաքական ուժերի անվան տակ ընտրողները կոնկրետ ավականու թեկնածուների առաջին համարներին են կարևորում։
PR մասնագետն է բացատրում, սա հենց այդ քաղաքական ուժերի ոչ ճիշտ քարոզարշավային մոտեցման արդյունքն է։ Հետևանքում բաց է մնում տեղական ինքնակառավարումը ստանձնել հավակնող թիմի ուսումնասիրությունը, թե ապագա քաղաքապետին ովքեր են օգնելու այս հարցում։ Լուսինե Հայրապետյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։